Ինչպես արդեն հայտնել էինք, Աննա Դովլաթյանն ընկել է ու վնասվածքներ ստացել, սակայն ինչպես երևում է, նրա ստացած վնասվածքները այդքան էլ լուրջ չեն եղել, քանի որ նա ինստագրամյան իր էջի սթորի բաժնում նոր հրապարակումներ էր արելու ցույց տվել, որ իր օրը սկսել է դստերը Կարինային մանկապարտեզ տանելով։ Դավիթը և Աննան ընկերություն են անում 2012 թվականից և դեռ այդ տարիներին Աննան խոսելով իրենց հարաբերությունների մասին նշել էր, որ իրենք չեն թաքցնում, որ ընկերություն են անում։ Ուղղակի անձնական կյանքի մասին նախընտրում եմ լռել, բայց դա կյանքիս ձեռքբերումներից մեկն է։ Դեռ շատ շուտ է խոսել ամուսնության մասին, երկուսս էլ շատ երիտասարդ ենք, աշխատանքում առաջ գնալու ցանկություններ ունենք։ Աննան նշել էր նաև, որ ինքը միշտ երազել է երգչուհի դառնալ, բայց ծնողները դեմ են եղել և մանավանդ հայրը փորձել է հեռու պահել իրեն այդ ոլորտից։ Հայաստան վերադառնալուցս հետո պետք է սկսվեր Հայ սուպերսթար 4-րդ նախագիծը։ Հատուկ դրա համար չէի եկել, բայց որոշեցի մասնակցել, չնայած փորձառու չէի։ Քվեարկությամբ շատ ձայներ էի ստանում, թեև ինձնից ավելի ուժեղ մասնակիցներ կային։ Խիղճս չտարավ ու ես տեղս զիջեցի Սուրեն Արուստամյանին։ Երբեք չեմ փոշմանել այդ արարքիս համար, ես ավելի թույլ էի այդ ժամանակ, Աստված ամեն մեկին իր ուղին տալիս է։ Նշել էր Աննան և հավելել, որ շատ խոչընդոտների միջով պետք է անցնես, ոչինչ հեշտությամբ չի տրվում, բայց հայրենիքում իր համար առավել հաճելի է ապրել և աշխատել։ Մանկությունս անցել է Ռուսաստանում, այդպես էլ չկարողացա ապրել այնտեղ։ Հայաստանն ինձ հոգեհարազատ է։ Որոշեցի տեղափոխվել, ինչի համար ի դեպ երբևէ չեմ զղջացել։ Չեմ բնակվի մի երկրում, վայրում, որտեղ ինձ դուր չի գալիս։ Դպրոցական տարիներից եմ երգել, սիրել եմ։ Հայ սուպերսթար նախագծից հետո արդեն առաջարկներ ստացա։ Նոր երգեր, ձայնագրություններ, սերիալներ ու հեռուստանախագծեր։ Վերջինները մերժում էի, որովհետև մտածում էի փորձ չունեմ։ Հետո հասկացա կարելի է փորձել, քանի որ կյանքում կան բաներ, որոնք պետք է հաղթահարես հասկանալու համար քոնն է թե ոչ։ Դերասանների, ռեժիսորների օգնությամբ հաղթահարեցի, նշել էր Աննան։ Իսկ ահա Դավիթը մասնագիտությամբ իրավաբան է, սակայն ավարտելուց հետո հասկացել է, որ այն իր համար բավականին անհետաքրքիր է։ Ճիշտ է, որոշ ժամանակ աշխատել եմ իմ մասնագիտությամբ, բայց կտրուկ որոշում կայացրի թողնել այն և հեռացա աշխատանքից։ Ընտանիքս դեմ էր իմ որոշմանը, բայց ես չորկողություն անելով, երկու ոտքը մեկ կոշիկի մեջ դնելով հասա իմ ուզածին։ Այս կամ այն դերը ստանալու համար ինձ համար երբևէ ծանոթ բարեկամ չի զանգահարել, չնայած ունեի բարեկամներ, ովքեր կարող էին միջամտել։ Նրանք բոլորն էլ դեմ էին, որ նկարահանվեմ հեռուստանախագծերում, ամեն ինչ արել եմ ինքնուրույն։ Այդ ճանապարհը սկսվել է զանգվածային տեսարաններից, էպիզոդիկ դերերից մինչև գեղարվեստական ֆիլմ։ Առաջին դերը եղել է «Դժվար ապրուստ» հեռուստասերիալում, որից հետո դռները բացվեցին և սկսում են բացվել, ասել էր Դավիթը։ Իսկ խոսելով իրենց առաջին հանդիպման մասին, նա նշել էր. «Հիշում եմ մեր առաջին հանդիպումը, համերգի ժամանակ էր, որից հետո արդեն ծանոթացանք, սկսեցինք շփվել, շատ շուտ հասկացանք փոխադարձ զգացմունքները։ Ընկերություն անելու տարիներին բազմաթիվ դժվարություններ, բարդություններ են եղել, որոնք միասին հաղթահարել ենք»։ Իսկ ահա Աննան նշել էր, որ իրենց հարաբերություններն այդքան ներդաշնակ և տևական ժամանակ պահելուն օգնել է Դավիթի ուժեղ բնավորությունը։ Ամեն անգամ ապացուցել է, որ այն տղամարդն է, ում կուզեմ տեսնել իմ կողքին։ Նա միշտ հավատարիմ է իր խոսքերին, պատասխանատվության մեծ զգացում ունի։ Ամուսնությունից հետո կյանքս ավելի է գունավորվել։ Շատ ուրախ եմ, որ այսօր էլ հոր, եղբոր նման միշտ իմ կողքին է, ապահով եմ զգում։ Իսկ Դավիթը խոսելով ամուսնությունից հետո կյանքի փոփոխությունների մասին նշել էր. «Սովորաբար մարդը ժամանակի ընթացքում փոխվում է, բնավորության նոր գծեր է ձեռք բերում, հասունանում, հետաքրքրություններն են փոխվում։ Զույգերի դեպքում կան երկու ես, ովքեր շարժվում են առաջ, մեկը մյուսին օգնելով և աջակցելով։ Միմյանց չհասկանալու պահեր իհարկե լինում են և դա բնական է, չէ՞ որ ամբողջ օրը միասին ենք։ Այժմ նաև միասին աշխատում ենք։ Կարևորն այն է, որ կարողանում ենք ելք գտնել տարբեր իրավիճակներում և լուծում տալ»։ Աննան և Դավիթը միասին մի քանի համատեղ նախագծեր են ներկայացրել։ Նրանք հանդես են եկել զուգերքով, միասին ներկայացել են տարբեր հեռուստատեսային նախագծերում, նկարահանվել են գեղարվեստական ֆիլմում և ունեն սեփական բիզնեսը։ Ի դեպ, զուգերքով հանդես գալը Աննայի գաղափարն էր։ Նա ինձ քաջալերեց, համոզեց, որպեսզի երգեմ։ Արդյունքում բավական հաջողված տեսահոլովակ ստացվեց։
Դրական արձագանքներից միայն ուրախ ենք։ Առաջիկայում զուգերքով կրկին հանդես գալը բացառում եմ։ Միասին աշխատելը և շատ հեշտ է, և շատ դժվար, խոստովանել էր Դավիթը։ Գործնական կյանքի մասին խոսելիս Աննան շեշտել էր, որ իրեն առնչվող բոլոր հարցերով դիմում են Դավիթին։ Վստահ եմ, շատ լավ գիտի, թե որն է ինձ համար ավելի լավ։ Այնքան եմ ուրախանում, որ Դավիթն ինձ ամեն անգամ ոգևորում, քաջալերում է։ Իմ հաջողությունների համար Դավիթն ավելի շատ է ուրախանում, քան գուցե իր։ Երջանիկ մարդ եմ։ Գաղտնիք չէ, որ առաջանում են որոշակի դժվարություններ, երբ զույգերը միասին ներգրավված են լինում այս կամ այն նախագծում։ Խոսելով իրենց համատեղ նախագծերի և բիզնեսի մասին, Դավիթը նշել էր. «Ամեն անգամ համոզվում եմ, որ մարդ այս կյանքում պետք է զբաղվի նրանով, ինչը սիրում է, կարողանում է։ Եթե սիրով ու հաճույքով չես անում աշխատանքդ, հաջողության հասնելու մասին խոսք լինել չի կարող»։ Աննան էլ ընդգծել էր, որ ինքը շատ է սիրում բնություն, ծաղիկներ ու կենդանիներ։ Հենց բնությունից եմ ստանում ամենադրական էներգիան։ Իմ երազանքն է եղել ծաղիկների հետ աշխատել։ Այն այսօր իրականություն է դարձել։ Միասին որոշեցինք հիմնել հանդիսությունների կազմակերպման ստուդիա։ Ամեն ինչ անում ենք ինքնուրույն, իհարկե շնորհակալ լինելով Աստծուն։ Մեր կյանքում ամեն մի դրական ու լուսավոր բան կապում ենք Աստծո հետ։ Դժվարությունները միասին շատ հեշտ ենք հաղթահարում։ Ծաղիկների լեզուն հասկանում եմ։ Նվեր ստանալ, անկեղծ ասած, չեմ սիրում, ամաչում եմ, բայց ծաղիկների դեպքում ամեն ինչ այլ է։ Ավելի շատ սիրում եմ նվիրել և ծաղիկներ ստանալ։ Այն մաքրություն է, բարություն։ Երևակայությունն այս աշխատանքում ամենամեծ դերն ունի։ Սիրում ենք ճամփորդել, ինչն ի դեպ ևս ազդեցություն կարող է ունենալ մեր նոր բիզնես նախագծի վրա։ Ճանապարհորդելու համար մեր ամենանախընտրելի վայրը կարող է լինել ամեն տեղ, որտեղ կա օվկիանոս, ջուր, ծով և բնություն։ Տրոպիկան մեզ գրավում է։ Մեծ աղմկոտ քաղաքն ինձ համար չէ, պասիվ հանգիստն ենք նախընտրում։ Միայն նման հեքիաթային վայրերում եմ կարողանում լիարժեք հանգստանալ և նոր մտքեր, գաղափարներ ստեղծել։ Դավիթը նույնպես ընդգծել էր, որ այս ոլորտում շատ հետաքրքիր է աշխատել։ Բացի գործնական շփումից հաստատվում է նաև ընկերական հարաբերություն։ Կան զույգեր, ում նշանադրությունն ենք կազմակերպել, արդեն մտերմացել ենք և պատրաստվում ենք նրանց հարսանեկան արարողությանը։ Աշխատել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից, Վրաստանից, Գերմանիայից ժամանած զույգերի հետ։ Դավիթ Աղաջանյանի և Աննա Դովլաթյանի նշանադրության արարողությունը կայացել էր 2017 թվականի օգոստոսի 27-ին, որին ներկա են եղել միայն ընտանիքի անդամները։ Ընտանեկան հավաքույթի համար Դավիթն ու Աննան ընտրել էին բացօթյա օրիգինալ խնջույք կազմակերպելու տարբերակը։ Դեռ այն ժամանակ Դավիթը նշել էր, որ ամեն բան ինքն ու Աննան են կազմակերպել, դիզայնով ևս իրենք են զբաղվել։ Դավիթը նշել էր, որ ինքը վստահում է Աննայի ճաշակին, սակայն վերջինս չի զլանում ամեն դետալ ընտրելիս հարցնել սիրելիի կարծիքը։ Սկսած պլակատներից մինչև սեղանի վրայի լույսերը ես և Աննան ենք պատրաստել։ Եթե իմ օգնության կարիքը լինում է, օգնում եմ, սակայն աշխատում եմ շատ չխառնվել, որովհետև վստահում եմ Աննային։ Ամեն դեպքում նա միշտ հարցնում է իմ կարծիքը, ինչը կարևոր է։ Ի դեպ, նշանադրության զգեստի հեղինակը ևս Աննան է եղել։ Զույգը հայկական ավանդույթներով նշանադրություն չի կազմակերպել։ Դավիթը նշել էր, որ իրենք ամեն ինչ արել են այնպես, ինչպես իրենք են ցանկացել։ Մեր ընտանիքի անդամներից ոչ բոլորն էին ծանոթ միմյանց հետ։ Հենց այնտեղ ծանոթացան և տոնեցինք մեր նշանադրությունը։ Ամեն ինչ շատ լավ անցավ։ Արդեն հաջորդ տարի 2018 թվականին Աննան և Դավիթը պսակադրվեցին։ Եվ դեռ այդ շրջանում Աննան նշել էր, որ իրենք շատ լուրջ զբաղված են իրենց աշխատանքով, իրենց ընտանիքի հիմքը ստեղծելով և ցանկանում են, որ այն հնարավորինս ամուր լինի։ Ընտանիքի համալրման մասին դեռ խոսք չկա, ընդգծել էր Աննան։ Զույգի առաջնեկը Կարինան լույս աշխարհ եկավ 2020 թվականի հուլիսի 4-ին։ Այժմ Դավիթը և Աննան հաճախ են հանդես գալիս համատեղ հրապարակումներով, ինչպես նաև տեղադրում են լուսանկարներ և տեսանյութեր իրենց դստեր Կարինայի մասնակցությամբ, ամեն անգամ արժանանալով իրենց հետևորդների և համացանցի օգտատերերի ջերմ մեկնաբանություններին և բարեմաղթանքներին։